Ուզում եմ միասին Հովհաննես 5-րդ գլուխը բացենք։ Ես կկարդամ Հովհաննես 5:19 համարից, այնուհետև այդ գլխի, ամբողջ գլխի շուրջ կկենտրոնանանք հասկանալու այն, ինչ Աստված ուզում է, որ մենք հասկանանք։ Որովհետև անկեղծ ասած, Աստված հասկացողության մեջ մենք շատ թերություններ ունենք, շատ բացթողումներ, որովհետև շատ հաճախ մեր աստվածպաշտությունը բովանդակվում է մեր անձնական ընկալումների, մեր անձնական ցանկությունների, վերջապես ու մեր անձի շուրջ։ Դրա համար ես կուզենայի հատկապես երբ որ պաշտամունքից հետո գնանք տուն, Հովհաննես 5-րդ գլուխը շատ ուշադիր վերլուծելով դանդաղ կարդայինք։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնի հորը անելիս, որովհետև ինչ որ նա անում է, հենց որդին էլ այն բանը նրա նման է անում։ Շատ հետաքրքիր ու շատ խորը միտք կա։ Ուզում եմ ուղղակի վերնագրել իմ խոսքը, ինչ ես անում դու։ Հիսուսը ասավ, որ ես անում եմ այն, ինչ որ հայրն է անում։ Տեսնում եմ նրան ինչ է անում ու ես անում եմ այն, ինչ նա արավ։ Եթե հիշում եք, ես խոսակցությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ Բեթեսդայի ավազանի մոտ 38 տարվա մի անդամալուց ընկած էր։ Ավազանը ժամանակ առ ժամանակ շարժվում էր ու ով առաջինը մտնում էր այդ ավազանի մեջ բժշկվում էր։ 38 տարի այդ անդամալույցը այդ ավազանի մոտ էր, առանց օգնության, առանց միջամտության, ոտքերի տակ տրորված, վերքոտված, գրեթե սպառված ու ոչնչացած մի անձնավորություն։ Ու Հիսուսը վերջապես հայտնվում է այդ ավազանի մոտ, որը շաբաթ էր, եւ այդ անդամալույցին կատարյալ առողջություն է տալի։ Ու նա իր ամահիճը վերցնում է, քայլելով գնում իր տուն։ Եվ գիտեք, որ մեծ աղմուկ եղավ փարիսեցիների ու դպիրների կողմից, որովհետև նրանք ըստ իրանց օրենքի նախանձավոր էին եւ այդ օրը, որ շաբաթ էր, որևէ գործ անելու իրավունք չկար։ Ու նրանք փորձեցին հանդիմանել Հիսուսին, որ շաբաթը անարգում է, բայց Հիսուսը ասեց. ես անում եմ այն, ինչ տեսնում եմ հորը անելուց։ Այստեղից հետևություն, որ Հիսուսը նախորոք տեսավ հայրը ինչ է անում։ Նա տեսավ, որ հայրը այդ անդամալույցին ոտքի է բարձրացնում, առողջություն է տա, ու ինքը արավ դա։ Եվ դրա համար արժանացավ վերջապես նախատինքի, անարգանքի եւ շատերն էլ փորձում էին նրան ինչ որ հանցանքով բռնել ու դատապարտել։ Այդ գլուխը, երբ որ կարդում ենք, 3 հիմնական հարց է առաջանում, 3 հիմնական առաջադրանք մեզանից ամեն մեկի համար։ Առաջինը, անել այն, ինչ անում է հայրը։ Արդյոք մենք անում ենք այն, ինչ անում է հայրը։ Ցավոք սրտի ես կասեի, որ մենք ավելի շատ անում ենք այն, ինչ մենք ցանկանում ենք, ինչ մենք հասկանում ենք, ինչ մեզ ձեռք է տալի, ինչ մեզ հաճելի է։ Բայց այդ գլուխը կարդալուց մենք հասկանում ենք, որ մի բան է պետք, անել այն, ինչ հայրն է ուզում, ինչ Աստված է ուզում։ Գիտեք, երբ որ Աստված Իսրայելին պետք է Եգիպտոսի երկրից դուրս բերեր, մոտարպես, ոչ թե մոտարպես 12 հրաշք կատարեց, 12-րդ հրաշքը անդրանիկների մահն էր։ Ու ամեն անգամ գրված է, որ ամեն անգամ Աստված Մովսեսին ասում էր. արա այս, ու Մովսեսը անում էր դա։ 12 հրաշքների դեպքում Աստված Մովսեսին ասավ արա այս, արա այսպես, ու նա այդպես արավ։ Արդյոք ես ու դու անում ենք այն, ինչ Աստված է ասում։ Գուցե դե ասես Աստված
մեր օրերում չի խոսում, ես ինչպես հասկանամ, ինչպես իմանամ, որ նա ինչ է ասում։ Մենք մեր ձեռքին ունենք Աստվածաշունչ, որ պատասխանն է բոլոր հարցերի։ Գիտեք, Աստված հին ուխտում խոսում էր մարդկանց հետ հայտնապես, որովհետև գիրք չկար, պատվեր չկար, ու Աստված անմիջապես հայտնվում էր ու խոսում էր, բայց մեր օրերում Աստված ինչ ասելու է, այս գրքի մեջ բովանդակված է։ Շատերը փորձում են այս գրքից դուրս Աստծո կամքը թելադրել, ասել, բացատրել, բայց ես ասում եմ, որ սրանից լավ բացատրություն ոչ միտեղ չկա, ինչքան ուզում է հայտնի քարոզիչի լսեք, ինչքան ուզում է մեծամեծ Աստծո մարդկանց լսեք, միևնույնն է, այս գիրքը գլուխ գործոցն է, այս գիրքը վեր է ամեն քարոզիչից, վեր է ամեն հրաշագործից, վեր է ամեն առաքյալից, մարգարեից, ամեն ինչից վեր է։ Հին ուխտում կային մարգարեներ, ովքեր մարգարեանում էին ու ասում էին Աստծո կամքը, այս է։ Գիտեք, ես մարգարեության դեմ չեմ, բայց այն մարգարեությունը, որ այսօր կատարվում է քրիստոնեական աշխարհում, շատ հեռու է այդ գրքից, որովհետև երբեմն մարդիկ մարգարեանում են ու դիմացինին մահն են ցանկանում, դիմացինին կյանքը չեն ուզում, որ կյանք ունենա։ Մարգարեանում են եւ ասում են իրենց սրտի ցանկությունները, իրենց ուզածը, իրենց հասկացածը։ Մի անգամ ես մի եղբորով մարգարեանում էր, գուցե մարգարեական դասեր էր տալի, մի անգամ քույրերից մեկը մեր հարցրեց, ասավ. «Եղբայր, ուզում եմ հասկանամ, այդ ինչպես է էլի կատարում, որ դուք մարգարեանում եք»։ Այդ եղբոր պատասխանը ինձ ցնցեց։ Ու ես գրեթե կապերս խզեցի այդ եղբոր հետ, որովհետև նա ասավ. «Հա դե բան է էլի ասում ենք, կկպնի։ Հասկանում եք ինչքան նվաստ, ինչքան թյուր, ինչքան սխալ կարծիք մարգարեության մասին»։ Ու Աստծո խոսքը ասում է, որ վերջին ժամանակներում շատ ցույց մարգարեներ կլինեն, կգան շատ ցույց մարգարեներ, ովքեր կգան ու կասեն. «Այսպես է ասում Տերը, բայց ես նրանց չեմ ասել»։ Հասկանում եք, ես ցավում եմ հատկապես նրանց համար, ովքեր առավոտից իրիկու միացնում են կամ հեռուստացույցը, կամ հեռախոսը, կամ որևէ ինֆորմացիոն վերջապես միջոց են կիրառում ու առավոտից իրիկու լսում են քարոզներ։ 10-15 քարոզիչի քարոզ են լսում։ Ու հետո այդ 10-15-ը այնքան հակառակ բաներ են ասում, այնքան հակասող բաներ են ասում իրար, որ այսպես մարդիկ մոլորվում են, ուզում են հարցեր տալ։ Որոշներն էլ իրանց աստվածապաշտությունը կառուցում են հենց այդ անձնավորությունների ասած խոսքի վրա, որը շատ հեռու է իրականությունից։ Սիրելիներ, ես ձեզ խորհուրդ եմ տալի, եթե ուզում ես լսել Աստծո խոսքը, եթե ուզում ես կատարել այն, ինչ նա ասում, այս գիրքը ամենակատարյալ, ամենաառողջ, ամենահիմնավոր ձևն է, միջոցն է, որով դու կարող ես Աստծո հետ հաղորդակցություն ունենալ։ Շատերը իրենց գրքերը դրել են տանը, չեն էլ կարդում, բայց այնպիսի վարդապետական հարցեր են խոսում, ու զարմանում ես, ասում ես, որտեղից էս մարդը, այսքան բաները գիտի կամ այսքան հարցեր ունի, ու հասկանում ես տարբեր տեղերից հավաքած ինֆորմացիա է, ընդամենը, իրանց կարծիքը չկա, իրանց վերջապես ընկալումը չկա։ Ես կուզենայի խոսալ, նախ ասեցի, որ այդ գլուխը կարդալուց մենք 3 հիմնական բան ենք սովորում։ Անել այն, ինչ անում է Աստված։ Երկրորդը կատարել նրա կամքը։ Եվ երրորդը լսել նրա ձայնը։ Գիտեք, մենք մեր մարդկային կյանքը գրեթե հակասություն է այդ բոլոր 3 թվարկված խնդիրների։ Նախ առաջին ես ասեցի, որ մենք անում ենք այն, ինչ ինքներս ենք ուզում։ Հասկանում եք, ուզում ենք ու անում ենք։ Եվ շատ հաճախ մեր ցանկությունը մենք փորձում ենք բացատրել Աստծո ուզածով, Աստծո կամքով, եւ այնպիսի բաներ ենք խոսում, որ շատ հեռու է իրականությունից։ Գիտեք, մենք հիմնականում 3 խնդիրների ենք հանդիպում։ Մենք կամ անում ենք այն, ինչին նա է անում,
կամ անում ենք այն, ինչ ինքներս ենք ուզում, և անում ենք այն, ինչ շատ ցանկանում է անել մեր կյանքի մեջ այն առաջվա գողը ու բանսարկուն, որի անունը սատանա է։ Մենք կամ մեր ուզածն ենք անում, կամ Աստծո ուզածն ենք անում, կամ մեր ուզածն ենք անում, կամ սատանայի կամքն ենք կատարում։ Այդ երեքն է հիմնականում։ Եվ երբ որ մենք ուշադիր հետևենք մեր կյանքին, մենք կտեսնենք, որ շատ հազվադեպ է, որ մենք անում ենք այն, ինչ Աստված է անում։ Որովհետև Աստված երբեք չի չարախոսում։ Աստված երբեք չի բամբասում։ Աստված երբեք դիմացինի վատը չի ուզում։ Աստված երբեք անարգվածի, երեսի ձգվածի, աղքատի, սովածի կողքով անտարբեր չի անցնում։ Աստված երբեք հիվանդության հանդեպ անտարբեր չի։ Աստված երբեք որևէ պրոբլեմի կողքով անտարբեր չի անցնում։ Նա այս ամենի համար խոստում ունի։ Ու ինք իր խոսքի մեջ ասում է, ես իմ խոստման հետևին, ես իմ խոսքի հետևին կանգնած եմ, որպեսզի կատարեմ։ Սիրելիներ, բայց մենք նայենք մեր ապրած կյանքին։ Արդյոք մենք անարգվածի, երեսի ձգվածի, աղբանոցում սնվողի կողքից անտարբեր չենք անցնում։ Արդյոք մենք սրտացավությամբ, չգիտեմ ինչ ցավով կմոտենար Հիսուսը, մենք մոտենում ենք արդյոք նմանատիպ մարդկանց։ Մենք շատ հաճախ մեր դրացիների, մեր կողքինների լավը չենք ուզում։ Մենք շատ հաճախ վերջապես այնպիսի բաներ ենք անում, որ ոչ մի ձևով, ոչ մի չափով, ոչ մի չափանիշով չի չափվում։ Տեր Հիսուսը ասում էր, ես անում եմ այն, ինչ տեսնում եմ, որ Հայրն է անցնում։ Մի անգամ մի բորոտ մոտեցավ նրան։ Բորոտը, գիտեք, լքված էր հասարակությունից, նա մերժված էր։ Ամեն նրան հանդիպողը պետք է ճանապարհը փոխեր։ Ոչ մեկը նրա կողքին կանգնելու իրավունք չուներ, որովհետև կպղծվեր։ Այդ բորոտը պիտի քայլեր փողոցով ու անցած ասեր, ես բորոտ եմ, որպեսզի որևէ մեկը չմոտենա նրան ու չհպվի նրան։ Ու հանկարծ Հիսուսը հանդիպում է այդ բորոտին։ Ու այդ բորոտն ասում է, օգնի ինձ։ Հիսուսն ասում է, ինչ ես ուզում, որ անեմ քեզ։ Ասում է, ուզում եմ, որ մաքրվեմ, Տեր։ Ու ինձ համար շատ զարմանալի, ինձ համար շատ ինչ որտեղ նաև անհասկանալի ձևով տեսնում եմ, որ Հիսուսը մոտեցավ նրան ու մոտենալու իրավունք չուներ։ Հիսուսը մոտեցավ նրան, ով լքված էր, մերժված էր, երեսից ձգված էր, մարդ կոչվելու իրավունք էլ չուներ։ Ու ոչ միայն մոտեցավ, այլ ամենազարմանալին նա է, որ նա բորոտի կողքով անցնողը արդեն պիղծ էր համարվում։ Բայց Հիսուսը ոչ թե կանգնեց նրա կողքին, ոչ թե անցավ նրա կողքով, ոչ թե հեռվից ինչ որ բաներ ասավ, գրված է, նա իր ձեռքը երկարեց ու դրեց բորոտի վրա։ Սա գիտեք ինչ էր նշանակում։ Սա ամենա չկատարվող մի բան էր, որ նա արեց։ Ու նույն ժամանակին, հենց այդ նույն ժամանակին բորոտը բժշկվեց։ Հիսուսը անտեսեց, թե ինչ կասեն իրան փարիսեցիները, թե ինչ կասեն իրան շրջապատող մարդիկ, ինչ ուզում է ասեին, նրան դա չէր հետաքրքրում, նրան մի բան էր հետաքրքրում։ Նա անում էր այն, ինչ անում էր Հայրը։ Նա տեսավ այն, ինչ արեց Հայրը, ու իր ձեռքը դրեց այդ բորոտի վրա։ Արդյոք դու տեսնում ես այն, ինչ տեսնում է Հայրը, երբ որ անցնում ես աղբանոցի մոտով հայտնված մեկին։ Գիտեք, եթե մեր մոտ, մեր կողքին մի բորոտ հայտնվեր, որի մարմինը կիսով չափ քայքայված է, վերքերը պատված, առնահոսող, վերջապես անտանելի մի ձևով, մենք չգիտեինք ինչ ձևով կփախչեինք նրանից, բայց մեր Հայրը չի փախչում այդպիսիներից։ Նա մոտենում է, ոչ միայն մոտենում, այլ ձեռք է դնում, ոչ միայն ձեռք է դնում, այլ կատարյալ մաքուր է անում։
Ես ցավում եմ ու ուզում եմ հարց տալ, ինքս ինձ եմ հարց տալ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, առաջին մեղադրանքը ես ինձ եմ ուղղում։ Միթե Աստված չի տեսնում մեր մեջ եղած հիվանդներին, հիվանդություններին։ Միթե Աստված չի տեսնում լքվածներին, մերժվածներին, սովածներին։ Միթե Աստված չի տեսնում մոլորվածներին, միթե Աստված չի տեսնում կորսվողներին, ովքեր գնում են հավիտենական տանջանք։ Տեսնում է նա։ Բայց արդյոք ես ու դու անում ենք այն, ինչ տեսնում անա։ Բերեք խոստովանենք, որ ոչ։ Մեր հիվանդները գալիս են հիվանդ գնում են։ Մեր աղքատները, աղբանոցի ոչ հայտնվածները շարունակում են աղբից կերակրվել։ Մենք շատ հաճախ տեսնելու փոխարեն այն, ինչ տեսնում է հայրը, մենք տեսնում ենք այն, ինչ ուզում ենք մենք։ Մենք ավելի շատ անհանգստացած ենք մեզ համար, մեր հեղինակության համար, մեր անունի համար, ինչ կասեն մարդիկ, մենք ավելի շատ ապրում ենք արտաքին աշխարհի համար, որ հանկարծ մեր մասին վատ բան չիմանան, բայց շատ հաճախ մենք անարգում ու անտեսում ենք Աստծո խոսքը, որ մեզ ցույց է տալի ու մեզ սովորացնում է։ Ինչքան շատ հաճախ Պողոս առաքյալը գրում է փոխադարձ վերաբերմունքի, վերջապես ամեն ինչի մասին մեր կյանքի մեջ մի հարց չկա, որը չշոշափին է։ Սկսած ծնող երեխա հարաբերությունից, սկսած ամուսին հարաբերությունից, սկսան դրացիների կողքի հետ եղած ամեն հարաբերություններից մինչև ամենավերջին բանը Աստծո խոսքը մեզ խորհուրդներ ունի տված։ Բայց արդյոք մենք նայում ենք նրան, ինչ ասում է Աստծո խոսքը, նայում ենք նրան, ինչ ասում է հայրը, թե կրկնում եմ, նայում ենք մեզ, մեր ցանկություններին։ Եթե հանկարծ մեկը համարձակվի մեր ինքնասիրությունը կպչել, մենք 10 անգամ փորձում ենք վերեշխնդիր լինել։ Եթե հանկարծ մեկը մեզանից կչարախոսի, մենք փորձում ենք 10 անգամ ավելի չարախոսել։ Մինչդեռ Աստծո խոսքը ասում է՝ ուրախացեք, երբ որ անտեղի տեղը ձեր մասին վատ բաներ կասեն։ Ուր է այդ ուրախությունը։ Արդյոք ուրախանում ես, երբ որ քո մասին վատ բաներ են ասում։ Թե ուզում ես քեզ մինակ գովան, քեզ մի հատ ծառերի ծերը հանեն, վերջապես ես իմ ձևի քեզ ներկայացնեն։ Բայց Աստծո խոսքը ասում է, երբ որ անտեղի տեղը ձեզ վիրավորում են, այդ ժամանակ ուրախացեք։ Չկա այդ ուրախությունը վիրավորվողների, անտեղի տեղը վիրավորվողների այդ ուրախությունը ես չեմ տեսնում, սկսած ինձանից։ Կատարել նրա կամքը ինչքան դժվար է։ Ես կրկնում եմ, մենք նրա կամքը կատարելու փոխարեն կատարում ենք մեր կամքը։ Ինչ եմ ուզում ես, այս ամենակարևորն է։ Ինչ եմ ուզում ես անել, սա ամենակարևորն է, ինձ հետաքրքրում է մենակ իմ կամքը, իմ ուզածը, իմ ցանկությունը։ Ուր են մարդիկ, ովքեր Աստծո կամքն են որոնում։ Աստծո կամքը բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Արդյոք մեր ցանկությունները բարի են բոլորի հարթև։ Արդյոք մենք բարին ենք ուզում բոլորին։ Արդյոք մենք հաճելին ենք ուզում բոլորին, թե ուզում ենք մենակ մեզ հաճելի լինի, թե ուզում ենք մենակ մեր շուրջը բարություն կատարվի, բարիքը մենակ մեզ լինի, կողքինից ինչ ուզում է լինի։ Կարծում եմ, չգիտեմ, այդ մի հատ թագավոր կար, որ ասում էր, իմ օրերին լավ եղնի, մնացած օր ինձանից հետո ինչ ուզում է լինի։ Արդյոք մենք նման հոգեբանությամբ չենք ապրում։ Արդյոք մենք այդ հոգեբանությամբ չենք ապրում, բայց Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ մենք նրա կամքը կատարենք։ Նրա կամքը երբեմն մեզ համար շատ դժվար է։ Մենք մի հատ երգ ունենք, չէ, ասում ենք, արա ինչ ուզում ես։ Չէ, արա քո կամքը իմ կյանքում։ Երբ որ երգում ենք այդ երգը, արդյոք մենք մտածում ենք ինչ ենք երգում։ Արդյոք մենք հասկանում ենք ինչեր կարող են լինել, երբ որ իրոք նա սկսի իր կամքը մեր կյանքում իրականացնել։ Երբ որ նա սկսի իր կամքը մեր կյանքում իրացնել, մենք կոչնչանանք։ Մենք կմեռնենք, որովհետև եթե մենք մեռած չենք, նրա կամքը մեր կյանքի մեջ իրականություն չի դառնա։ Մենք պիտի մեռնենք մեր ցանկությունների համար։ Մենք պիտի մեռնենք մեր կամքի համար։ Մենք պիտի մեռնենք մեր ուզածի համար, որպեսզի նրա կամքը մեր կյանքի մեջ կատարվի։ Արդյոք համաձայն ես քո կամքը մեռնի։ Արդյոք համաձայն ես քո ցանկությունները մեռնեն։ Արդյոք համաձայն ես կենթանի որպես զոհասեղանին դրվելու։ Գիտեք, կարող է
Դու ասես հա ինչ կա որ համաձայն եմ, բայց իրականության մեջ երբ որ դու հայտնվես այդ միջակի մեջ, երբ որ Աստված ուզում է քո մեջ սպանել քեզ, շատ ցավոտ մի բան է, շատ ցավոտ եւ շատ քչերն են, որ կարող են համաձայնվել ասել այո, ամեն Աստված արա դա իմ կյանքում։ Դրա համար երբ որ այդ երգը ինչքան երգում ենք, ես մտածում եմ Տեր Աստված, ինչ կլինի, եթե հանկարծ իրոք դու սկսես քո կամքը մեր կյանքում իրականացնել։ Արդյոք կդիմանանք, արդյոք կկարողանանք, սա շատ դժվար մի բան է, բայց Աստված ուզում է, որ մենք այդպիսին լինենք, Աստված ուզում է, որպեսզի մենք վերջապես իր կամքին հետևողներ լինենք։ Գիտեք, Աստվածաշնչյան մի պատմություն կա, բոլորդ է շատ լավ գիտեք Մովսեսին, որի մասին ասում աշխարհում նրա նման խոնար մարդ չկար։ Եվ Մովսեսը մեծացավ վերջապես Փարավոնի ընտանիքում, բայց ինքը գիտեր, որ հրեա է։ Ու մի օր ինքը որոշեց վերջապես այդ իր ժողովրդի կյանքում իրականացնել իր կանչվածությունը։ Իր կամքը ուզեց կատարել։ Եվ իր կամքը կատարելու համար դուրս եկավ Եգիպտացուն սպանեց, որը հարստահարում էր իր ազգակցին։ Ու թաղեց ավազի մեջ։ Հաջորդ օրը դուրս եկավ, տեսավ երկու եղբայրներ իրար հետ կռվում, ասավ դուք եղբայրներ եք, ինչ եք կռվում։ Այն մեկն ասավ ով քեզ մեր վրա դատավոր դուրես, դու ով ես։ Մովսեսը հասկացավ, որ այդ պատմությունը իմացվել է ու իրան կսպան ու փախավ։ Բայց որպեսզի Աստված Մովսեսին սովորեցնի ոչ թե իր կամքով ապրել, այլ Աստծու կամքով ապրել, երկար տասնամյակներ նրան անապատում ոչխար արածացնել տվեց, մինչև որ հասկանա, որ կարևորը ոչ թե իր ցանկությունն է, իր կամքն է, այլ նրա կամքը, ով Տեր է տերերի ու թագավոր թագավորների։ Երբ որ նա հասկացավ, այդ ժամանակ Աստված ուղարկեց Մովսեսին, ասավ հիմա դու կարող ես գնալ ու ազատել։ Սերներ Աստված շատ հաճախ մեր կյանքի մեջ ուշացնում է, զգձգում է այն կանչվածությունը, այն ծրագիրը, այն նպատակը, որ ունի մեր հանդեպ, որի համար մեզ այդ աշխարհը բերել, մի նպատակի համար, որպեսզի ես ու դու սովորենք մեռնել մեր կամքի համար եւ ապրել Աստծո կամքով։ Սա ամենակարևորն է, սա խիստ կարևոր է։ Գիտեք, մենք շատ հաճախ մեր փոխհարաբերությունների մեջ էլ դժվարանում ենք։ Շատ հաճախ դահլիճում նստում ենք իրար կողքի եւ իրար չենք կարողանում տանել։ Մի կերպ ժամուկես 2 ժամ համբերում ենք ու դրանից հետո ասում ենք, օհ, բրծա, գնամ։ Մի պատմություն էլ կա Աստվածաշնչի մեջ, Ծննդոց գրքի մեջ։ Այս Հովսեփի մասին է, Հակոբի կրտսեր որդու, նախավերջինն էր։ Երբ որ իր եղբայրները վերջապես երազներից հետո ատեցին նրան, ատում էին, որովհետև հայրը սիրում էր նրան ու որոշեցին վերջ տալ նրան։ Վերջապես պատմությունը լավ գիտեք, սպանելու փոխարեն հորի մեջ գցեցին, հետո մադյանացիներին վաճառեցին, բայց հորի մեջ Հովսեփը երբեք չգանգատվեց ու չբողոքեց իր եղբայրներից։ Իր մտքում անգամ նա չանարգեց նրանց, ովքեր իրան այդ վիճակին են արժանացրել։ Ընդհակառակը գրված է, որ եղբայրներից մեկը, երբ որ իրանք հայտում են նեղ վիճակի մեջ, ասում է, մենք չլսեցինք նրա աղերսանքը։ Հորից նա գուցե, հորի մեջից նա գուցե միայն աղերսում էր, որ իրան դուրս բերեն, բայց եղբայրները չլսեցին։ Գրված է հանգիստ նստեցին հաց ուտելու։ Պատկերացրեք ձեր հարազատ եղբայրը, մի մորից ծնված, մի հորից ծնված։ Գցել եք հորի մեջ, ոչ թե ինքն անկե դուք գցել եք հորի մեջ, նա այնտեղից աղերսում է ձեզ, բայց դուք հանգիստ նստել եք ու հաց եք ուտում։ Ինչքան անտարբերություն, չէ՞։ Մենք կասենք, այդ ինչ մարդ է, մարդիկ են եղել, այդ ինչ անխիղճ են եղել։
բայց մենք շատ հաճախ անկախ մեզանից, անտես մեզանից մենք հայտնում ենք նման վիճակների մեջ, մենք ցուցաբերում ենք նման վիճակ մեր բարեկամների, մեր հարազատների, մեր մտերիմների հանդեպ։ Վերջապես հորից դուրս բերեցին, վաճառեցին ոչ մի տրտունջ, ոչ մի գանգատ, ոչ մի բողոք, հետո հայտնվեց բանտապետի տանը, անտեղի տեղը, վերջապես զրպարտվեց, հայտնվեց բանտի մեջ, ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք, ոչ մի իրական պատմություն նրա բշուրթերից դուրս չեկա, որպեսզի փորձի դրանով արդարանալ։ Այնուհետև վերջապես հայտնվում է Եգիպտոսի ամենաբարձր պաշտոնյանից մեկում, ասում են վարչապետը դարձավ Եգիպտոսի Հովսեփը։ Եվ երբ որ եղբայրները եկան, վերջապես չեմ ուզում երկարացնել, դուք շատ լավ գիտեք, նա ճանաչեց, իրան էլ ճանաչացրեց ու եղբայրները ապշեցին, հայտնվել էին շատ վատ կացության մեջ։ Ես կարծում եմ, որ եթե մեր սրտերի մեջ մենք նման անտարբերություն ունենք, նման վերաբերմունք մեր դրացիների հանդեպ, ինչքան մեծ ամոթ կունենանք, երբ որ մեր Տերը հայտնվի, երբ որ գա իր հարսի հետևից ու մեր վերաբերմունքը, մեր հոգեբանությունը ամբողջապես կդրվի, լույսի մեջ կբերվի ու մենք կհասկանանք, թե ինչքան մեծ սխալ ենք ունեցել, թե ինչքան անհարմար վիճակի մեջ կարող ենք հայտնվել, երբ որ նա կգա։ Իսկ Աստծո խոսքը ասում է, նա կգա շուտով, կգա եւ ամեն մեկի իր գործի համեմատ վարձ կտա։ Որն է քո գործը, ինչ վարձքի ակնկալիք ունես։ Ես կրկնում եմ, Հովսեփը այդ բոլոր նեղություններով, հալածանքներով, դժվարություններով անցնելով որևէ մի տրտունջ ու բողոք չարավ։ Բայց ում հետ ուզում ես խոսա, ում հետ ուզում ես խոսա, իրական եղբորից կամ քրոջից դժգոհությունա, գանգատա ու բողոքա։ Ում հետ ուզում ես խոսա, բոլորը ունեն ինչ որ մի հատ առիթ դժգոհելու։ Բայց Աստծո կամքը նա է, որպեսզի մենք կարողանանք անտեղի տեղը մեր վրա եկած ամեն ինչի գոհանալ, ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուն եւ վերջապես կրել այդ ամենը, որովհետեւ նա է, որ պիտի դատի ամեն մեկին, նա է, որ պիտի ամեն մեկի կյանքը, ամեն մեկի սխալը սենց պարզ ջրի երես բերի, խավարից լույսին բերի։ Եվ Հովսեփի եղբայրները կարծում եմ շատ վատ վիճակի մեջ հայտնվեցին, որովհետև իրանց պահվածքից դա է երևում։ Եվ անգամ երբ որ իրանց հայրը մահացավ, իրանք Հովսեփի մոտ մարդիկ ուղարկեցին, ասեցին, որ քու հայրը պատվիրել է, չնայած Հակոբը տենց բան չէր ասել։ Քու հայրը պատվիրել է, որ քեզ ասենք, որ դու ողջ չպահես, քեն չպահես մեր արածի համար, մեզ արածին համապատասխան չհատուցանես մեզ։ Հովսեփի պատասխանը մեկն էր։ Նա երբեք չասավ, բա դուք սենց ասեցիք, բա դուք նենց արեցիք, բա դու սենց, բա դու նենց։ Ինչքան ենք մենք հաճախ չէ մեղադրում իրար։ Դու սենց, դե դու էլ տենց, դե դու էլ տենց, բա դե սենց, բա ես սենց, ու չենք կարողանում իրար հասկանալ։ Ու Հովսեփը ընդհանրապես անկեղծ սրտով, սիրող սրտով ասավ, եղբայրներ, հոգ մի անեք, դուք չնայած չար բան արեցիք, բայց Աստված այդ չարությունը բարի փոխեց, որովհետև այդ երկրի մեջ դեռ սովը շարունակվելու, այդ երկրի մեջ ես ձեզ կերակրելու եմ, Աստված նրա համար է ինձ բերել, թույլ տվել, որ ես այս վիճակի մեջ հայտնվեմ, որ ձեզ պահեմ, ձեզ համար կյանք ապահովեմ։ Սիրելիներ, որ մեկս կարող ենք այդքան շատ նեղություններով անցնելուց հետո նման արտահայտություն անել։ Ես համոզված եմ, որ շատերս տարիներ ողջ կպահենք ու քեն կքշենք, բայց Հովսեփը ասավ, ձեր չարությունը Աստված բարության փոխեց, որպեսզի ես ձեզ համար կյանք ապահովեմ։ Ինչքանով ես դու ցանկանում քո դրացու, քո կողքի եղող, քո հարազատի, քո բարեկամի համար կյանքի պատճառ դառնալ։ Մենք շատ հաճախ զլանում ենք մեր հարազատին Աստծո խոսքը ասելու, Աստծո խոսքով հավիտենական կյանքին առաջնորդելու ուղղելու։ Մենք չենք ուզում շատ հաճախ նրանց փրկությունը, ովքեր մեզ վատություն են արել, ովքեր վերջապես ինչ որտեղ վիրավորել են մեզ։
Մենք շատ հաճախ նրանց մահն ենք ուզում, մենք շատ հաճախ նրանց վատ բաներն ենք ուզում եւ ասում ենք մենք Աստծո կամքով ենք ապրում։ Արդյոք Աստծո կամքն է իրոք մեր կյանքի մեջ։ Արդյոք Աստծո կամքով է։ Աստծո կամքը նա է, որպեսզի բոլոր լավ լսեք, բոլոր մարդիկ, ոչ թե մեր ցանկացած, մեր ուզած, մեր սիրած, այլ բոլոր մարդիկ ճանաչեն ճշմարտությունը ու փրկվեն։ Սա է Աստծո կամքը։ Արդյոք դու այդ կամքը ունես։ Արդյոք դու ցանկանում ես բոլոր մարդկանց փրկությունը։ Քո հարևանը գուցե տարիներ շարունակ անընդհատ քեզ նեղացնում է։ Շատ հաճախ ասում ես, «Ող, երբ դի մեռնի պրծնեմ», բայց Աստծո կամքը նա չի, որ նա մեռնի։ Աստծո կամքը նա է, որպեսզի ճանաչի ճշմարտությունը ու փրկություն գտնի։ Իսկ այդ ճշմարտության տարածողը դու ես։ Նա քեզ կանչել է, որպեսզի այդ ճշմարտությունը կարողանաս փոխանցել։ Նա քեզ կանչել է, որպեսզի քո այդ ճշմարտությունը, ճանաչած ճշմարտությունը ճանաչացնես նրան, ով քո ոխերիմ թշնամին է, ով քո ապրելը չի ուզում, ով քեզ ուզում է հորի մեջ գցի, ով քեզ ուզում է որ վաճառի, ով քեզ ուզում է որ բանտի մեջ գցի։ Աստծո կամքը նա է, որպեսզի դու ճշմարտությունը ճանաչես նրան։ Լսել նրա ձայնը։ Ինչ ձայն ես լսում դու այսօր։ Ինչ ես լսում։ Գուցե մեջա դաշտում հայտնված տասնյակ, հարյուրավոր, հազարավոր քարոզիչների ձայն ես լսում, ովքեր շատ հաճախ շեղված ճշմարտություն են ասում։ Ինչ ձայն ես դու լսում։ Արդյոք դու լսում ես վերջապես քո խղճի ձայնը, թե լսում ես վերջապես օտար մի ձայն։ Գիտեք, Եղիան, որ հզոր մարգարե էր ու շատ մեծ հրաշքներ էր անում, նա լսում էր ինչ է ասում Աստված ու անում է այն։ Բայց եղավ մի պահ, որ նա Աստծո ձայնի փոխարեն լսեց Հեզաբելի ձայնը, որը սպառնում էր. «Ես քեզ այդ մարգարեներից մեկի պես եմ անելու»։ Ու այդ օտար ձայնից նա փախավ։ Եթե քո ականջներին այսօր օտար ձայն կա, քեզ այդ ճշմարտությունից հեռու է տանելու, քեզ քո աստվածպաշտությունից շեղելու է, խեղաթյուրելու է քո վարդապետությունը, խեղաթյուրելու է վերջապես մինչև այսօր քո ճանաչածը ու քո իմացածը։ Ինչ ձայն ես լսում։ Ու Եղիան փախավ, որովհետև սպառնալիք կար ու նա վախեցավ ու փախավ։ Ու Աստված մի օր հանդիպես նրան ասավ, «Ես սուր ես գնում»։ Ասա բոլոր մարգարեներին սպանեցին, էլ մարդ չմնաց, մենակ ես եմ մնացել, ին հետևից են ընկած։ Աստվածային պատասխանը նրան ասավ, 7000 քո նման մարգարեներ ես պահել եմ։ Գնա վերջապես արա այն, ինչ իմ կամքն է քո կյանքում։ Բայց նա շարունակեց փախչել։ Ու Աստված ասավ, դե եթե փախչում ես գնա, քո փոխարեն Եղիսեին ընտրի մարգարե, վերջապես նրանեն։ Ու այդ Աստծո մարդը, որ հզոր մարդ էր, գնաց, հասկացավ վերջապես եւ իր կյանքի այդ շնած փառքով Աստված իրան հափշտակեց հրեղեն կարգով ու իր փոխարեն եկավ Եղիսեն եւ ավելի շատ նշաններ արավ։ Եղիսեն Աստված Եղիան ասա քանի քեզանից չեմ բաժանվել, ասա ինչ ես ուզում, ասավ քո հոգու կրկնակին, ասա մեծ բան ուզեցիր, բայց եթե ինձ տեսնես երկինք գնալուց կկատարվի քո կյանքի մեջ։ Եվ զրուցելով գնում էին ու հանկարծ հրեղեն կայքը հարտնվում է, Եղիան այդ կարգով գնում է Եղիսեն աղաղակում է, հայրիմ, Իսրայելի կարգը։ Ու Եղիան գնում է եւ Եղիսեն այն կրկնակի օրհնության փոխարեն Եղիայից ընկած մի պատրված հնացած վերարկու է հայտնվում մենակ։ Վերցնում է այդ վերարկուն գուցե նեղված, գուցե սրտնեղված, գալիս է Հորդանանի դեմ, կանգնում է վերարկով խփում է ջրերին, ասում է ուր է Եղիայի Աստվածը, ու ջրերը բացվում են եւ ինքը անցնում է ու մարգարեների որդիները հասկանում են, որ Եղիայի հոգին հանգչել է Եղիսեի վրա։ Ինչու, որովհետև հավատարմաբար ծառայեց իր տիրոջը, որը Եղիան։ Եղիայի բնավորությունը շատ ծանր էր, նա կամակոր էր, նա ինքնահավան էր, վերջապես շատ դժվար մարդ էր, բայց Եղիսեն ամեն օր նրա ձեռքերին ջուր էր լցնում։
Ես չգիտեմ գուցե ձեր ծառայողները, գուցե մենք, ձեր հովիվը, նրանք ովքեր ծառայում են շատ ծանր մարդիկ են, շատ դժվար մարդիկ են, ուշադրություն չեր դարձնում, շատ հաճախ ձեզ նախատում են, ձեր վրա ճվում են վերջապես։ Արդյոք Եղիսեի նման պատրաստ եք խոնարհաբար հեզությամբ ծառայել նրանց, որտեղ Աստծո կամքը նա է, գրված է, ձեր առաջնորդներին հնազանդվեցեք, չէ՞։ Վերջապես պատիվ տվեք նրանց, հատկապես նրանց, ովքեր խոսքը ուսուցանելու են սովորեցնում, նրանց կրկնակի պատվի արժանացրեք։ Արդյոք այդ անձնավորությունն է, թե ամեն անգամ, կա գուցե ամեն անգամ չէ, բայց շատ հաճախ ասում ես, այսօր էլի 10-րդի օր, 10-րդի մասին խոսացին, զոհաբերության մասին խոսացին, տեսնես ինչ են անում, ով ա ուտում, ինչ ձևով ա ուտում, սիրելիներ, Աստծո կամքը դա չի, որ դու քեզ անհանգստացնի ու ասի, թե ինչ ա կատարվում ու ինչ ա լինում։ Աստծո կամքը նա է, որ դու բերես Աստծո տուն, որպեսզի Աստծո տանը պաշար լինի, որպեսզի ծառայողները քո կարողանաս քո ծառայողներին պատիվ տալ, որպեսզի կարողանաս խոսքով ծառայողներին կրկնակի պատվի արժանացնել։ Արդյոք իրականության մեջ, բերեք անկեղծ լինենք, արդյոք ամեն մեկս մեր սրտի մեջ այդ պատրաստակամությունը ունենք, արդյոք պատրաստ ենք զոհաբերելու, տալու, որպեսզի այն ծառայությունները, որ կատարվում են, պատշաճ ձևով կատարվի։ Գիտեք, Աստծո կամքը կրկնում եմ դա է, որպեսզի եկեղեցում փոխադարձ հարգանք, փոխադարձ սեր, փոխադարձ վերջապես վստահություն ձևավորվի ու մենք կարողանանք սիրել իրար։ Հատկապես կրկնում եմ, ձեր ծառայողներին ասում եմ պատիվ տվեք։ Արդյոք դու պատիվ ես տալի ծառայողին, արտաքինից կարող է ցույց տաս որ տալիս ես, բայց քո սրտի մեջ ուզում եմ անկեղծ լինես, արդյոք քո սրտի մեջ այդ կամեցողությունը կա եկեղեցում ծառայողներին պատվի արժանացնել, եկեղեցում ծառայողներին ամեն ինչով օգնել, որպեսզի սրտանց կատարեն այդ ծառայությունը, ոչ թե հարկատրաբար տրտնջալով, որտեղ սա ձեզ օգուտ չի ասում Աստծո խոսքը, այլ սիրով ու կամեցողությամբ կարողանան ծառայել ձեզ։ Ինչ ձայն ես լսում, այսօր գուցե ինչ որ մեկը շշնջում է քո ականջներին, այ դու տալիս ես իրանք ուտում են։ Այդ ձեր շշնջում է ինչ որ մեկ ասում, բա մի հատ չես հետաքրքրում ուր ա գնում, ինչի ա գնում, ինչ են ամեն անգամ ասում։ Մի հատ լա այդ ձայնը, արդյոք քո ականջին այդ ձայնը գալիս է։ Սիրելիներ, ինչ ես դու լսում, արդյոք լսում ես այն, ինչ Աստծո խոսքի մեջ կա։ Դու կարող ասես, դե Աստված ինձ չի ասում, Աստված է չի ասելու, շատ բացառիկ դեպքերում կարող է, անհրաժեշտության դեպքում կարող է խոսալ ու ասել, բայց նա ինչ ասելու է այս խոսքի մեջ, այս գրքի մեջ կա ինչ ասելու է։ Կարդա այդ գիրքը, վեր լուծի, ընկալի, հասկացի ու դու կտեսնես, որ Աստծո կամքը բարի է, հաճելի է ու կատարյալ է։ Եվ թող Տերը օգնի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ։ Ու ուզում եմ ավարտելով խոսքս այդ հարցը քեզ տալ։ Նախ ուզում եմ հարցը տալ։ Ինչ ես անում դու։ Ինչ ես անում դու։ Քո կյանքի բոլոր բնագավառներում, քո կյանքի բոլոր ոլորտներում մի հատ քեզ հարցու, ինչ եմ անում ես։ Արդյոք անում եմ այն, ինչ Աստված է անում։ Մեկը ես կարող եմ ասել, ինչքան հաճախ ես անում եմ այն, ինչ ինքս եմ ուզում։ Եվ շատ հազվադեպ կարող անեմ այն, ինչ Աստված է ուզում։ Ինչ ցավալի է։ Ինչ ցավոտ է, որովհետև մի օր իսկ այդ օրն անպայման կգա ու մենք կկանգնենք մեր արած ամեն բանի ու խոսացած ամեն խոսքի համար հաշիվ տալ իրան։ Ինչքան փոխադարձ վիրավորանքներ, ինչքան նեղացվածություն, ինչքան վերջապես բացական բաներ կա, մի օր Աստված այդ ամենը լույսին կբերի։ Քանի դեռ այդ օրը չի եկել, բերեք մեր սրտերը այդ լույսին բերենք։ Մեր սրտերը, մեր մտքերը, մեր կամքը բերենք այդ լույսին ու ասենք, իրոք սրտանց ասենք ու ցանկանալով ասենք, անկախ նրանից թե ինչ կլի հետևանքը, ասենք թող քո կամքը լինի իմ Աստվածս, եւ ասենք արա քո կամքը իմ կյանքի մեջ։
Սովորենք ի վերջո կատարել նրա կամքը, սովորենք նրա ձայնը լսել, ճանաչել նրա ձայնը, որպեսզի մեր կյանքերը փոխվեն, որովհետև կրկնում եմ, մենք կամ անում ենք այն, ինչ Աստված է անում, կամ անում ենք այն, ինչ ինքներս ենք ուզում, եւ կամ կատարում ենք այն, ինչ սատանան է ուզում։ Աստված Ադամին ու Եվային դրել էր դրախտի մեջ, դրել էր հսկելու, դրախտի այգին մշակելու, վերջապես աշխատելու։ Քանի դեռ նրանք այնտեղ էին Աստծո կամքի ու Աստծո խոսքի համաձայն, Աստված ամեն օր այցելում էր նրանց, ամեն օր նրանց հետ այցի էր գալի, բայց եկավ մի պահ, որ Եվան փորձեց անել այն, ինչ ինքը ուզեց, ինքը ցանկացավ, ինքը տեսավ այդ խնձորը կամ այդ պտուղը, չգիտեմ ինչ էր դա, ընդունված ասել խնձոր, տեսավ, որովհետև ասում ցանկալի էր, տեսքով էլ գեղեցիկ էր ու հաճելի էր, ու որոշեց իր կամքը անել, իր ուզածը անել, բա ոնց կլինի այդ գեղեցիկ բանը, այդ աչքեր վերջապես շողող այդ պտուղը արդյոք ես չտեսնեմ այդ ինչ է, ու արավ այն, ինչ ինքը ցանկացավ, արավ այն, ինչ խոսեց սատանան, ինչ ուզեց սատանան, ու արդյունքում վտարվեց դրախտից եւ ասավ ցավով որդի ծնես, այդ Ադամին ասավ քո կյանքի բոլոր օրերը քո քրտինքով ապրեց, ու այդ անեծքի հետևանքով ամբողջ երկիրը ապականվեց։ Տեսեք, ընդամենը քո մի ցանկությունը, քո մի ուզածը վերջապես կատարել, ուզում եմ սենց անեմ ու սենց անելը կարող է մեծ ողբերգության ու մեծ դժբախտության պատճառ դառնալ, կարող է բոլորի վրա ազդել, կարող է քո շրջապատի վրա ազդել, դրա համար աշխատի, փնտրի, տանջվի, քրտնի, բայց արա այն, հասկացի անելու այն, ինչ Աստված է անում, որովհետև երբ որ մենք անենք այն, ինչ Աստված է անում, մեր կյանքը ամբողջապես կփոխվի, մեր վերջապես դախորդությունները, տխրությունները, ամեն ինչը կփոխվի։ Դրա համար խորհուրդ եմ տալի, կրկին անգամ, արա այն, ինչ Աստված է ուզում, երբեք քո ցանկությունը մի կատարի։ Գիտեք, լավ բան է, լավ բաներ ցանկանալը, բայց այդ լավ բանից առավել Աստծո ցանկացածը ամեն բանից է լավը։ Թող Տերը օգնի, որպեսզի մեր կյանքը իրականության մեջ ձևափոխվի, վերափոխվի ու մենք սկսենք յուրովի մտածել ու երևի հասկանալ։ Իսկ երբ որ գնաց տուն, Հովհաննես 5-րդ գլուխ, սկզբից մինչև վերջ ուշադիր կարդա, որովհետև այդ մի գլխի մեջ ընդամենը քրիստոնեական ամբողջ կյանքի իմաստ ու բովանդակությունն է։ Եվ ես խորհուրդ կտամ ուշադիր վերլուծելով կարդա։ Եվ հասկանանք կրկին անգամ անել այն, ինչ Աստված է անում, կատարել նրա կամքը եւ լսել նրա ձայնը։ Տեր օրհնի ձեզ։ Քո
քո կամքը հաստատվի Տեր իմ կյանքում Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ծայվում ամբողջովին Երանի թե ամբողջովին կարողանայինք ընծայվել քեզ Տեր Երանի թե այս դահլիճում չլիներ մեկը Տեր որ չընծայվեր ամբողջապես քեզ Տեր Եվ երբ որ մեր ընծայումը ամբողջական ու կատարյալ կլինի Տեր կյանքը մեր շուրջը ամբողջապես կփոխվի իմաստը ու բովանդակությունը կփոխվի Տեր հարաբերությունները կփոխվեն ու կշտկվեն իմ Աստվածս ցանկությունները Տեր իմ Աստվածս կդառնան միայն դեպի քեզ քո ցանկացածը Տեր այո իմ Աստվածս մենք ասում ենք արա այնինչ քո կամքն է մեր կյանքում Տեր ասում ենք իմ Աստվածս եւ ցանկանում մի կյանք ապրել որը հաճելի կլինի քեզ ու որին մեջ դու կցանկանաս քո կամքը անել Տեր արա իմ Աստվածս արա ինչ քո կամքն է ինչի համար մեզ կանչել ես Տեր աղոթում եմ որ մեր բոլորի ուշադրության կենտրոնում միայն դու լինես իմ Աստվածս եւ մենք կարողանանք տեսնել այն ինչ դու ես անում Տեր շատ հաճախ իմ Աստվածս մենք չենք կարողանում անել բաներ որ դու ես անում որովհետեւ չենք տեսնում աղոթում եմ որ մեր հոգու աչքերը բացվեն ու մենք կարողանանք տեսնել իմ Աստվածս առաջի օրվանից մինչև հիմա քո արածները Տեր դու մեծ հրաշքներ արեցիր Եգիպտոսում իմ Աստվածս քո ժողովրդին դուրս բերելու համար Տեր ամեն հրաշքից հետո դու կարծրացնում ես փարավոնի սիրտը Տեր որպեսզի իմ Աստվածս քո ժողովրդին Տեր ցույց տայիր քո հզոր մեծությունը ցույց տայիր քո արածը Տեր եւ երբ որ ժողովուրդը տեսավ Տեր թե ինչ ես արել դու մեծ խանդավառությամբ ու ուրախությամբ դուրս եկավ Տեր բայց դարձյալ կրկին անգամ իմ Աստվածը շատ արագ մոռացան քո արածը Տեր եւ դարձան իրանց ցանկություններին ու իրանց կուքերին Տեր իմ Աստվածս աղոթում եմ որ այս ժողովրդի մեջ մեկը չլինի Տեր ով հետ դառնա ու փոշմանի եւ դառնա իր հին կյանքին իր հին սովորություններին այլ աղոթում եմ որ ամեն մեկը տեսնի քեզ ճանաչի քեզ իմ Աստվածը որովհետեւ քեզ ճանաչելով Տեր նա ազատ կլինի արա Տեր արա դա այդ ազատությունը բեր ամեն մեկին Տեր քո փառքիդ քո անվանդ համար Տեր Հիսուսի անունով Տեր ամեն